կապա սա Կապանյան դերբի է։ Ահա տեսնում ենք ֆուտբոլիստները արդեն հայտարարություններ էր կատարել կադրում եւ Արարատը չնայած կատարած այս խաղի ընթացքին էլ ձեզ օգնում է հետևել Արմեն Մանուկյանը։ Մեկնակը դրված է առաջին գրչո Գանձասարի ֆուտբոլիստները։ Ավանեսյան որոշեց դարպասին հարվածել զարմանալի։ Մտնում խաղի մեջ։ Աչեզրովեն փորձում առաջ շարժվել։ Մի փոքր տարածություն կա շատ վտանգ։ Առաջին տուրում պարտվել են։ Այսօրվա խաղում պարտությունը նրանց պլանների մեջ չի մտնում։ Մանի Տուգանան հրապարակում է, արվածում է եւ Վագն Հայրապետյան վերջապես հակագրուի հնարավորություն ունի։ Սյունիքը մոտեցան Տուգանան հրապարակին, հերվից արված գերազանց են խաղում։ Պաշտպանները Գանձասարի պաշտպանը կորցրեց հավասարակշռությունը եւ գնդակն էլի վերջո չհասավ Տուգանան հրապարակ։ Հիմա հետևենք արդեն Սյունիքի ֆուտբոլիստների գրոհին Նարեկ Հովհաննիսյանն էր հայտնվել։ Փորձում են, ամեն ինչ անում են, մի փոքր գնդակի վերահսկողություն ունենալու համար Հովհաննիսյան լավ փոխանցում էր, շատ վտանգավոր է, բայց Ավազատ Տիտկովին այսօր ինչքան հաճախ է ավստրիացի ֆուտբոլիստը դիմում երկար փոխանցումների։ Աթիլա արվածում է Աթիլան եւ գնդակը խաղարկելիս թերանում են։ Հիմա գրոյի անցավ արդեն Սյունիքը։ Մոտեցան Տուգանան հրապարակին, հարված եւ գնդիկունքից բավականին կոպիտ գործեցին այն ցուցադրում Սյունիքի երկու կենտրոնական կիսապաշտպաններից մեկին։ Արմեն Հովհաննիսյան հերվից հարված Գանձասարի ֆուտբոլիստները ազատ գնդակ ստանալու եւ գրո կազմակերպելու համար, բայց Սյունիքը շատ լավ է փակում գոտիները։ Վտանգավոր է Սերոբ Գրիգորյանը հասավ Փոխանցում Աչեզր, Առաքելյանը ցածրից գնդակն ուղարկեց առաջ։ Աչեզրում նորից ազատ է Առաքելյանը, փոխանցում Տուգանան հրապարակ հասցրել է դառնալ գոլի հեղինակ, փոխանցում Ձախեզր։ Սանթոս փորձում է ջեղքել պաշտպանությունը եւ ԲԿՄ երկուսը եւ երրորդ տեղում էլ Հայքն էր։ Հայքը մեկ միավորով գերազանցեց։ Վտանգավոր է Ավանեսյան եւ գոլ։ Մեկ հնարավորություն տվեց գոլը, բայց գոլը արդեն եղել է, պետք է հավաքվել եւ փորձել կարգավորել իրավիճակը։ Վտանգավոր է, փոխանցում կենտրոն, հիմա էլ Գանձասար։ Վտանգավոր է, գել արագորեն գործեցին Գանձասարի ֆուտբոլիստները, փոխանցում Տուգանան հրապարակ։ Այս անգամ Անան Մեսան էր եկել եզրափակելու, բայց նրա արվածը չի ստացվում եւ վերջ։ Շատ գործեց երկրորդ համարով, բայց Սյունիքի ֆուտբոլիստներն էլ ամեն դեպքում ամեն ալա Սուասի նախետևենք այս գրոյին վտանգավոր էր, դուրս եկն է։ Գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Ավանեսյանը, որը նաև Գանձասարի ավագն է, վտանգավոր փոխանցում ավելի ակտիվ լինել, ավելի նախաձեռնողական ֆուտբոլ ցուցադրել, այդպես պահանջում է իրադարձ երկու ֆուտբոլիստներ են այժմ գնդակի մոտ, Ավանեսյան բարձից փոխանցում Տուգանան հրապարակ, անհաջող հեռացրին գնդակի համար եւ եթե Գանձասարը ցանկանում է հասնել դրական արդյունքի, ապա Գանձասարի ֆուտբոլիստները առաջին հերթին պետք է փորձեն զարգացնել հաջողությունը։ Փոխանցում աչ Դեբրիտո նորից գնդակը վերադարձնում է Վագն Հայրապետյանի ուղղությամբ, այստեղ էլ գնդակը եկավ Տուգանան եսում ենք Տուգանային հրապարակում։ Փոխանցում բարձրից հեռացնում են գնդակը Կյանը Գագիկ Գևորգյանը նորից առաջ են շարժվել Սյունիքի ֆուտբոլիստները, փոխանցում Տուգանային հրապարակ։ Տեղափոխություն Աչեզր։ Ավանեսյան երկար է պահում, ուղարկում է կենտրոն Ավանեսյանը։ Նախապատրաստվում։ Վտանգավոր է եւ գոլ։ Հովհաննիսյանն է դառնում գոլի հեղինակ, օգտագործեց իր բարձր հասակը եւ
հետաքրքիր վերջաբան կարող ենք տեսնել։ Բարսեղյանը թողեց Արվան։ Անթերի պաշտպանությունը, որ մենք առաջին խաղակեսում տեսանք, Սյունիքն է գնդակով, վտանգավոր է Հովհաննիսյանի առավելությունը, դա շատ բարդ է լինելու։ Փոխանցում բարձրից հեռավոր դարպասաձողի ուղղությամբ էր գնում, ուղղությամբ եկավ գնդակը, չէ ներողություն, Ասատրյանն էր։ Մարատն էլ Տուգարան իր ապարակ ուղարկեց։ Լավ գրոհ է, շատ բարձր։ Գնդակից աջ եզրում շարունակություն կա։ Ավանեսյան լավ դադար պահեց եւ հիմա էլ դեղին քար ստանալու է Ալեն Կարապետյանը։ Սյունիքի ավակն էլ է զգուշացվում եւ բախում է սկսվում ֆուտբոլիստների միջև։ Էլ ինչ Կապանյան դերբի, եթե ֆուտբոլիստների միջև նման դրվագներ չլինեն։ Վագն Հայրապետյանն էր ինչ-որ բանից դժ։ Փոխանցում բարձրից վտանգավորը եւ գոլ։ Շատ լավ խաղարկում էր։ Տոնում են հաջողությունը Գանձասարի ֆուտբոլիստ։ Փոխանցում առաջ։ Հլեցին գնդակը Սյունիքից, վտանգավոր է եւ գոլ։ Եվ գոլ։ 3-1 է դառնում հաշիվը Գանձասարի։ Գալստյանը խնդրեմ գնաց ձախ եզր։ Փոխանցում բարձրից, վտանգավոր է եւ կարող էր հիմա կրճատել տարբերությունը։ Եվս մեկ փոխանցում։ Սարդարապատը եւ Արարատն են, Արարատ Արմենյան, ներողություն։ Երկու թիմը երկուական հաղթանակ է տարել, վտանգավոր է Ադրիանո։ Այս խաղում Սյունիքի համար կլինի այն, որ Պրեմիեր լիգայում կարողացան գոնե գոլ խփել։ Արմեն Հովհաննիսյանի Սյունիքը առաջնությունում երկրորդ անընդմեջ խաղում պարտություն է կրում, վերջ ավարտված է հանդիպումը, շնորհավորում եմ Գանձասարի երկրպագուներին առաջնություն